Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1496-րդ օրն է։ Վստահ եմ, որ հաճելի է երկուշաբթի օրվա եթերում լսել, որ ագրեսոր երկրի համար գիշերը վատ է անցել, քանի որ բարի դրոնները ռուսներին ավելի ու ավելի են ցույց տալիս, թե ինչ է նշանակում պատերազմը։ Գիշերը պայծառ եւ աղմկոտ է եղել Ռուսաստանի բազմաթիվ տարածաշրջաններում, Բրյանսկից ու Բելգրադից մինչև Տագանրոգ ու Կրասնոդար, անմասն չեն մնացել նաեւ Տալյացին եւ նույնիսկ Ստերլիտամակը Բաշկիրիայում, մինչ արբանյակները արձանագրել են հրդեհների նոր օջախներ Ուստ-Լուգա նավահանգստում ուկրաինական դրոնների կրկնակի հարձակումից հետո Ռոստովի մարզի Տագանրոգում բողոքել են ամենահզոր հարձակումից, հայտնելով քաղաքում 20 պայթյունի մասին։ Կրասնոդարում ռուսական հոպի վատ աշխատանքի պատճառով կան վնասված բնակելի շենքեր եւ զոհեր։ Սամարայի մարզի Տալյացի քաղաքում կրկին հարձակման է ենթարկվել Կույբիշև ազոտ քիմիական գործարանը։ Հարձակումից հետո արդյունաբերական գոտու վրա բարձրացել են ծխի թանձր ամպեր, դրոնների պատճառով աղմկոտ եւ տագնապալի է եղել նաեւ Վորոնեժում։ Ձեր էկրաններին Պրիմորսկի նավահանգստի խոցված պահեստարանների պատկերն է, որտեղ այժմ հազիվ անվնաս են մնացել հզորությունների 1/3-ից էլ քիչ մասը։ Վերջին շաբաթներին Ուկրաինան հատկապես ակտիվորեն ջախջախում է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները Բալթիկ ծովում։ Հնարավոր է շատերին զարմացնի նման ուշադրությունը նավթային արտահանման հզորությունների նկատմամբ, բայց ամեն ինչ հստակ է։ Այս կերպ մենք Ռուսաստանին ստիպում ենք փակել նավթային հորատանցքերը։ Հարվածի տակ են հայտնվել թիվս այլոց Պրիմորսկ եւ Ուստ-Լուգա նավահանգիստները, որոնցով ագրեսորը արտահանում է Սիբիրի նավթը։ Նախկինում Սիբիրյան նավթը գնում էր դեպի եվրոպական ուղղություն դրուժբա նավթամուղով, որն այսօր փաստացի չի գործում։ Ուկրաինայի գործողության շնորհիվ նավահանգիստները շրջափակված են։ Զուգահեռաբար Ուկրաինան խաղից դուրս է բերել Յարոսլավլի եւ Կիրիշիի նավթավերամշակման գործարանները, որոնք վերամշակում էին հենց այդ Սիբիրյան նավթը։ Նավթամուղից օրական մոտ 1 միլիոն բարել բաժին էր ընկնում Պրիմորսկի նավահանգստին, 0.7 միլիոն բարել Ուստ-Լուգային, Դրուժբան վերցնում էր մոտ 0.2 միլիոն, Կիրիշիի գործարանը 0.4 միլիոն, իսկ Յարոսլավլի գործարանը 0.3 միլիոն, ընդհանուր առմամբ օրական 2.6 միլիոն բարել հում նավթ, 9.2 միլիոն բարել ընդհանուր արդյունահանումից, այսինքն 28%-ը։ Նման ծավալը այդ ուղղությունները վերահասցեագրելը պարզապես անհնար է։ Բոլոր ազատ տարողությունները լցվելուց հետո Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել արդյունահանումը, նշում են վերլուծաբանները, այսինքն ի տարբերություն ռուսների հարվածների, որոնք կարծես անկանոն բնույթ են կրում, պարզապես ահաբեկչական բնույթի են ավելի շատ, ուկրաինական հարվածները հարց են լուծում, զրկելով Պուտինին նավթի եկամուտներից, մինչ մեծ յոթնյակը հավաքվում է հասկանալու համար ինչպես ապրել նոր իրականությունում Իրանի պատերազմի ֆոնին։ Իրանում պատերազմը թևակողում են նոր փուլ Թուրքիայի եւ Պակիստանի հետ Թրամփի հերթական դիվանագիտական տրեկի ֆոնին։ Փոխադարձ հարվածները միայն աճում են, միայն թե եթե Ամերիկայի եւ Իսրայելի հարվածները ունեն հստակ նպատակ, ապա Իրանի պատասխանները, ինչպես Պուտինի դեպքում, ավելի շատ նման են ծեծված խուլիգանի դանակով թափահարումների։ Այո, կան խոցված թիրախներ, բայց իրանական հարվածների օգտակար գործողության գործակիցը բարձր անվանել չի կարելի։ Այս ֆոնին կարծես Թրամփը սկսում է կղզիների ուղղությամբ գործողություններ, նա հայտարարել է, որ ցանկանում է տիրանալ Իրանի նավթին եւ կարող է գրավել Խարկ կղզին, դրա համար ամերիկան հազարավոր զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք։ Երբ լրագրողները հարցրել են Թրամփին հնարավոր է առաջիկա օրերին հրադադարի համաձայնագիր, որը նորից կբացի Հորմուզի նեղուցը, Թրամփը հրաժարվել է հայտնել կոնկրետ մանրամասներ, միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է պատերազմը դադարեցնելու համար Պակիստանի միջոցով Վաշինգտոնի փոխանցած 15 կետերից բաղկացած պլանի մեծ մասին, չնայած դրան իրավիճակը թեժանում է, այսօր տեղեկություններ են ստացվել Բենդեր Աբասի մոտ գտնվող Քեշմ կղզուն հասցված զանգվածային ավիահարվածների մասին, ել չեմ ասում Թեհրանը, իսկ ավելի վաղ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին Խարկ կղզու գրավելու մտադրության մասին։ Թրամփը կրկնել է իր հայտարարությունները, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը կարող է կամ մեռած լինել, կամ ծանր վիրավոր, մեջբերեմ որդին կամ մեռած է կամ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, ասել է Թրամփը։ Մենք նրանից ընդհանրապես ոչինչ չենք լսել։ Նա հեռացել է, նշում է Թրամփը։ Այդ ընթացքում տարածաշրջանում եւ աշխարհում վերաբերմունքը Ամերիկայի նկատմամբ փոխվում է, նաեւ Ամերիկայի ներսում Թրամփի մոտ ամեն ինչ հարթ չէ Իրանի պատերազմին հավանություն տալու հարցում։ Այս ֆոնին Պակիստանը հայտարարել է Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին, բանակցություններում, որոնք կարող են տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին,
Իսլամաբադում։ Միևնույն ժամանակ նավթի գները աճել են այն բանից հետո, երբ Թեհրանը նախազգուշացրել է Ամերիկայի հնարավոր ցամաքային ներխուժման մասին։ Իդեպ Իրանը մոտ 5500 հարձակում է գործել Ամերիկայի բազաների եւ արաբական երկրների օբյեկտների վրա՝ ի պատասխան Ամերիկայի եւ Իսրայելի 16300 հարվածների, հարաբերակցությունը 1:3-ի է։ Օգտակար գործողության գործակցի տեսանկյունից Ամերիկայի եւ Իսրայելի կոալիցիայի ռազմատեխնիկական իմաստով օգեգեն 85-ից 90% է, 16300 հարվածներից ճնշող մեծամասնությունը հասել է թիրախին, ոչնչացվել է Իրանի հոբ համակարգը, նավատորմի եւ ավիացիայի զգալի մասը, փաստացիորեն Իրանի վարչակարգը գլխատված է, բարձրագույն ղեկավարության Խամենեիի եւ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության լիկվիդացումը պատերազմի առաջին ժամերին աննախադեպ արդյունք է ժամանակակից պատերազմի եւ մասնավորապես հետախուզության համար, նաեւ բարձր արդյունք է գրանցվել սեփական կորուստների նվազեցման մասով, օդում գերակայության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի շնորհիվ արևմտյան ավիացիայի կորուստները մնում են նվազագույն թռիչքների մասշտաբի համեմատ, իսկ ահա ռազմավարական առումով կոալիցիայի օգեգեն ցածր է, գլխավոր նպատակը ձեռք չի բերվել, չնայած ավելի քան 16000 հարվածներին Իրանը չի կապիտուլացվել, վարչակարգը անցել է պարտիզանական կառավարման ստորգետնյա բունկերներից, նաև փաստացի արձանագրվել է տնտեսական ձախողում, արևմուտքը չկարողացավ կանխել Հորմուզի նեղուցիչ շրջափակումը, նավթի $116 գինը եւ համաշխարհային ճգնաժամի սպառնալիքը ուղղակի վնաս են Ամերիկայի եւ Եվրոպայի տնտեսությունների համար։ Բնականաբար Իրանի մոտ պատկերը հակառակն է, ռազմատեխնիկական իմաստով օգեգեն ցածր է, ընդամենը 15-ից 20%, իրանական 5500 հրթիռներից եւ դրոններից մոտ 80-ից 85%-ը որսվում են Patriot, Arrow եւ երկաթե գմբեթ համակարգերով։ Իրանի թանկարժեք զենքի հսկայական ծախսը տալիս է համեմատաբար քիչ հարվածներ կրիտիկական օբյեկտներին, նաեւ զգալի են Իրանի ենթակառուցվածքային կորուստները, երկիրը կորցնում է գործարաններն ու նավահանգիստները ավելի արագ, քան հասցնում է պատասխան վնաս հասցնել ամերիկյան բազաներին։ Այստեղ պետք է ընդգծել Թեհրանի ասիմետրիկ պատասխանը, համեմատաբար էժան միջոցներով Իրանը կաթվածահար է արել համաշխարհային նավթային տրաֆիկի 20%-ը։ Իրանն ապացուցեց, որ կարող է շարունակել դիմադրությունը նույնիսկ առաջնորդի կորստից եւ զանգվածային ռմբակոծություններից հետո, ինչը դեմորալիզացնում է տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցներին, որոնք կրում են գնդակոծությունների հիմնական վնասները։ Արդյունքում արևմուտքը հաղթում է թվերի պատերազմում, հարվածներ եւ կորուստների համեմատությամբ, բայց Իրանը առայժմ հաղթում է դիմացկունության պատերազմում, աշխարհը պատանդ պահելով էներգետիկ ճգնաժամի մեջ։ Ռազմական փորձագետների եւ հետախուզության կարծիքով Իրանը դեռևս տիրապետում է զգալի թաքնված պահուստների, զանգվածային ավիահարվածների սուր փուլը ամենայն հավանականությամբ կտևի եւս 2-ից 4 շաբաթ, ինչից հետո երկու կողմերն էլ կբախվեն բարձր ճշգրտության զինամթերքի դեֆիցիտի եւ կանցնեն դիրքային դիմակայության։ Մինչ ոմանք խոսում են բանակցությունների, իսկ մյուսները պատերազմի մասին, Գերմանիայում եւ Թուրքիայում ուժեղանում են մարգինալ ուժերի պահանջները փակելու ամերիկյան ռազմաբազաները, իսկ նախագահ Զելենսկին այցելել է Պարսից ծոցի տարածաշրջանի արդեն 4-րդ երկիրը։ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքի տրանսֆորմացիայի ֆոնին Զելենսկին եւ Հորդանանի թագավորը քննարկել են գործընկերությունը անվտանգության ոլորտում։ Հորդանանն արդեն 4-րդ երկիրն է տարածաշրջանում, ինչպես ասացի, ուր այցելել է Ուկրաինայի նախագահը։ Վերադառնալով Թրամփին նշեմ, որ նա կրկին չզլացավ դիրքավորել իր երևի թե բարեկամ Պուտինին, ինչպես կասեր դասականը, պատահականությունը չեմ կարծում։ Ամերիկան չի առարկում, որ երկրները ներառյալ Ռուսաստանը Կուբան նավթ մատակարարեն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։ Նշեմ, որ այս դեպքում միակ նավը, որ ուղևորվում է դեպի Կուբա, դա ռուսական Անատոլի Կալոտկին տանկերն է, այսինքն ռուսական ռոպագանդան կարող է նորից ասել, որ ազդեցություն ունի Թրամփի վրա։ Եվս մեկ իրադարձություն, որին արժե ուշադրություն դարձնել, Նեթանյահուի դեմարշն է կաթոլիկների նկատմամբ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սոցիալական ցանցերում դժգոհել է, որ Նեթանյահուն արգելել է կաթոլիկներին տոնել ծաղկազարդը Երուսաղեմի սուրբ վայրերում առանց որևէ իբր բացատրության, պատճառի կամ արդարացման։ Իսպանիայի կառավարությունը դատապարտել է կրոնական ազատության դեմ ուղղված իրենց կարծիքով անհիմն հարձակումը եւ պահանջում է, որ Իսրայելը հարգի դավանանքների բազմազանությունը եւ
միջազգային իրավունքը, ինչպես նշել է Սանչեսը, որովհետև առանց հանդուրժողականության համակեցությունը անհնար է, բայց Սանչեսը չգիտես ինչու չի ասել, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Հարության տաճար կաթողիկ առաջնորդների մուտքի սահմանափակման հիմնական պատճառը Իսրայելի իշխանությունները անվանել են հավատացյալների անվտանգության ապահովումը։ Իրանի հետ շարունակվող պատերազմի պայմաններում, բացի անվտանգության ասպեկտներից, կարծում եմ սա նաև Իսրայելի արձագանքն է արևմուտքի մի շարք երկրների Պաղեստինամետ դիրքորոշմանը, օրինակ Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի եւ Իսպանիայի միջև դիվանագիտական լարվածությունը վերլուծաբանների կողմից դիտարկվում է որպես զգալի լրացուցիչ գործոն, որը սրել է 26 թվականի մարտի 29-ի մուտքի արգելքի միջադեպը, չի կարելի անտեսել Իսրայելի շահերը եւ շարունակել պահանջել այնինչ նախկինում կար, պետք են նոր մոտեցումներ եւ Պաղեստինյան հարցին պետք է նայել ռեալ իրավիճակից ելնելով։ Այս ֆոնին Ուկրաինայի զինված ուժերը ուժեղացնում են ուկրաինական երկնքի պաշտպանությունը։ Գեներալ Սիրսկին պատմել է ռուսական դրոնների ռեկորդային որսի եւ ուկրաինական հոպի արդիականացման մասին։ Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատարի խոսքով ռուսական բանակը փոխում է հարվածային դրոնների կիրառման տակտիկան, իսկ ուկրաինական ուժերը հարմարեցնում են իրենց գործողությունները եւ ներդնում հակազդման նոր մեթոդներ։ Սիրսկին նշել է, որ այս տարվա մարտին որսիչ դրոնների մարտական թռիչքների քանակը եւ ոչնչացված թիրախների ցուցանիշները փետրվարի համեմատ աճել են գրեթե 55%-ով։ Գարնան սկզբից ուկրաինական որսիչ դրոնները լիկվիդացրել են ռուսական ավելի քան 2300 օդային օբյեկտ, ամենամեծ արդյունավետությունը ցուցաբերում են հայրենական արտադրության սարքերը, նաև Ուկրաինայի զինուժի ուղղաթիռները ոչնչացրել են ռուսական 379 հարվածային դրոն, ակտիվորեն աշխատում են զենիթահրթիռային զորքերը, շարժական կրակային խմբերը եւ զենիթային կայանքներով, առանձին գումարտակները։ Ուկրաինան պատրաստ է կիսվել նույնիսկ իր փորձով միջազգային գործընկերների հետ, նույնիսկ պատերազմի պահին։ Ընդհանուր առմամբ անցած մեկ օրում ռազմաճակատում տեղի է ունեցել 147 ռազմական բախում։ Ուկրաինայի զինված ուժերը անցած օրվա ընթացքում ոչնչացրել են 870 ռուս օկուպանտների եւ նրանց 2711 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, թշնամու ընդհանուր կորուստները 22 թվականի փետրվարից ի վեր ըստ արձանագրված տվյալների գնահատվում են 1,296,700 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր եթերի մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Նախագահ Զելենսկին պատմական է անվանել Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հետ պաշտպանական համագործակցության մասին 10-ամյա համաձայնագրերը։ Ուկրաինայի նախագահը բազմաթիվ կարևոր հայտարարություններ է արել, որոնք մենք ամբողջությամբ կտեղադրենք մեր Telegram-ում։ Հիմնական շեշտադրումներն են՝ մենք առաջ ենք շարժվում բոլոր ուղղություններով, ռազմաճակատում զինվորականները, քաղաքական ճակատում իշխանություններն ու դիվանագետները։ Մեր երկրի միջազգային օգնությունը շարունակվում է բոլոր հնարավոր տրեկներով, բայց մեր լսարանը լավ գիտի, որ հիմա Ուկրաինան արդեն ավելի շատ համագործակցության ֆորմատով է հանդես գալիս եւ չնայած եվրոպական վեկտորին, մենք ընդլայնում ենք ռազմավարական համագործակցությունը նաեւ Մերձավոր Արևելքում։ Իդեպ Ուկրաինան այսպիսով մոտենում է նաեւ Հայաստանին, հույս ունենանք, որ զարգացում կտեսնենք նաեւ այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում պառակտումը շարունակում է ընդգրկել նոր շրջանակներ։ Պուտինի մերձավոր շրջապատից ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան հրապարակայնորեն հայտարարել է, որ ռուս ուժայինները ջախջախել են իրավական ինստիտուտները երկրում, որոնց վրա հենվում էին ներդրումները ռուսական տնտեսության մեջ։ Օլիգարխը նշել է, որ ներդրումները ռուսական տնտեսության մեջ հենվում էին իրավական հենց ինստիտուտների վրա, որոնք ջախջախվեցին ուժայինների կողմից։ Սա խոսում է, որ արդեն տարբեր ոլորտներ սկսել են մեղավորներ փնտրել Ռուսաստանի քայքայման իրավիճակում։ Պուտինը մեծ խնդիրներ ունի նաև արտաքին ասպարեզում։ Հունգարիայում իշխող Ֆիդես կուսակցությունը, որը գլխավորում է Օրբանը, մեղադրվել է ընտրությունների շեմին ամենաաղքատ տարածաշրջանների բնակիչներին կաշառելու եւ վախեցնելու մեջ։ Հիշեցնեմ, որ վերջին հարցումները ցույց են տվել Պուտինամետ Օրբանի վարկանիշի կտրուկ անկում։ Ուկրաինայի զինվորականները երկուշաբթի գիշերը մարտի 30-ին ժամանակավորապես օկուպացված Լուգանսկի մարզի տարածքում երկրորդ անգամ հարվածել են Ալչևսկի մետալուրգիական կոմբինատին, որն օկուպացիոն բանակը ներգրավել էր խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ։ Դրա տարածքում բռնկվել է մասշտաբային հրդեհ, հայտնում են
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Նույն մարզում Ուկրաինայի պաշտպանության ուժերը Նավասվետլովկա ավանի մոտակայքում հարվածել են ռուսների ռազմական էշելոնին։ Անեքսիայի ենթարկված Ղրիմի տարածքում Գվարդիայսկայի ավանում ուկրաինացի զինվորականները խոցել են S-400 Triumph զենիթահրթիռային համալիրի արձակման կայանքը։ Ուկրաինացի պաշտպանների հարվածների տակ են հայտնվել նաև ռուսական բանակի անձնակազմի կենտրոնացման վայրերը եւ դրոնների կառավարման կետերը Զապորոժիայի մարզի Գուլյայպոլիայում եւ Բելգրադի մարզի Նովայա Տավալժանկա գյուղի մոտակայքում ուկրաինական զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի բանակի կենթանի ուժի մի քանի կուտակումների, նաև Սումիի մարզի Բասովկայում, Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզովոյում եւ Զապորոժիայի մարզի Գուլյայպոլիայի շրջանում։ Հարվածները այնքան շատ են, որ ճիշտ ասած չենք հասցնում դրանց մասին հաղորդել, ինչպես միշտ ամբողջը մեր Telegram-յան ալիքում է։ Մարտի 30-ի գիշերը Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ 164 հարվածային դրոններով, որոնցից 150-ը Ուկրաինայի հոպը խոցել կամ ճնշել է։ Արձանագրվել է բալիստիկ հրթիռի եւ 12 հարվածային դրոնի հարված 7 տեղանքում, ինչպես նաեւ խոցված օդային թիրախների բեկորների անկում 2 վայրում։ Հարձակումը շարունակվում էր մեր եթերի պատրաստման պահին։ Հիշեցնենք, որ գիշերը ռուսները հարված էին հասցրել Չեռնիգովի քրիտիկականի ենթակառուցվածքային օբյեկտին։ Սա արդեն կարծես մշտական process է դարձել։ Իմիջիալոց մարտ ամսվա տվյալներով ուկրաինական դրոնային հարվածները գերազանցել են ռուսական հարվածներին, այսինքն դրոնային հարվածների ոլորտում Ուկրաինան նույնպես անցել է առաջ։ Ռուսները դեզինֆորմացիա էին տարածել Խարկովի մարզի Կովշարովկան գրավելու մասին։ Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Telegram-ում տեղադրել ենք, թե ինչ վիճակում են պարկած այդ գյուղը գրավել փորձող ռուս օկուպանտները։ Երևի իրենց համար մշտական դիրք է դա։ Հաճախ եմ հարցեր ստանում, որոնք են փոփոխությունները ռազմաճակատում։ Պատասխանեմ օգտագործելով ռազմական փորձագետների տվյալները։ Ձմռան ընթացքում Ռուսաստանի բոլոր համալրումները պարզապես զրոյացվել են, իսկ ուկրաինական զորքերը ռազմաճակատի մի քանի ուղղություններով իրականացրել են հաջող հակահարվածներ, օգտագործելով Ուկրաինայի զինված ուժերի տարբեր տեսակի զորքերը, ազգային գվարդիայի եւ դրոնների մեր գրոհային ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը, այսինքն դրոնային գրոհային գործողությունները ձմռանը Ուկրաինայի համար հաջողված էին եւ ռազմաճակատի մի շարք հատվածներում մեր զորքերը զավթել են տակտիկական նախաձեռնությունը եւ տարածքներ են ազատագրել, գիտեք, մինչեւ 500 կիլոմետր։ Լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում, երբ մեզ ուզում էին ոչնչացնել հաշված օրերի ընթացքում, Ուկրաինան կարողացավ պահպանել կենսունակությունը պետության, բանակի եւ իր հակահարվածներով հիմա ծանր վիճակի մեջ է դրել ռուսներին, որոնք ցանկանում էին գարնանային նոր գրոհ սկսել, բայց չեն կարողանում, ավելի ճիշտ գրոհը սկսել են, բայց արդյունքներ չունեն։ Իմ կարծիքով սա հեղափոխական իրադարձություն է։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը։ Եթե վաղը ոչինչ արտասովոր չլինի, ապա երևի եթեր չանեմ առողջական խնդիրների պատճառով, պետք է բժշկի մոտ լինեմ։ Եթե շտապ բան լինի, միգուցե կարճ եթեր անեմ։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, մինչ նոր հանդիպում եւ բարով մնաք։